Ադրբեջանը գնում է դեպի մեկուսացման, վերջի ժամանակներս արագացավ այդ process-ը։ Հիմնական նպատակը որևէ այլ աչք եւ վերահսկող որևէ այլ մեխանիզմ բացառելն է։ Յուրատեսակ վաբանք է գնում սեփական իշխանությանը հնարավոր սպառնալիքներից զերծ պահելու, հնարավոր այսպես ճաքերից զերծ պահելու քաղաքականությունը։ Այս տարի փակվեց Թուրան լրատվական գործակալությունը ընդդիմադիր։ Փետրվարի 13-ին հայտարարեցին փակման պատճառը շարունակվող ֆինանսական սահմանափակումներն էին։ Թուրան լրատվական գործակալությունը գործում էր 1990 թվականից Ալիևի ընտանիքին չենթարկվող լրատվամիջոցներից էր։ Ավելի քան 3 տասնամյակ գործող գործակալության փակվելուց 3 օր առաջ էլ փետրվարի 10-ին Ադրբեջանում գործունեությունը դադարեցրեց Toplum TV-ն։ Այս մեկը 2016 թվականից գործող առցանց լրատվամիջոց էր, որի լրագրողներից 9 բանտարկված են։ Լրատվամիջոցը հետագա գործունեությունը փորձելու է շարունակել արտերկրից։ Թուրանից BBC գործակալություն, USAID, Մայքի գրասենյակներ, Կարմիր խաչ, 3 տասնամյակում ծախսված միլիոնավոր դոլարները Ադրբեջանն այսօր ջուրն է գցում։ Փակում խավիարային դիվանագիտությամբ ժողովրդավար երկիր ձևանալու էջը, Բաքվում, ներսում, հերթով փակում են դրսի աչքերը։ Որ ներսից պայթյուն չլինի։ Ասենք դժգոհությունը հիմա նորից բարձրանում է։ Ցանկանում են հնարավորինս նվազեցնել արտաքին միջամտությունը իրենց ներքին գործերին։ Նրանց դուր չի գալիս, որ որևէ պետություն կամ որևէ միջազգային կառույց կարող է խառնվել Ադրբեջանի ներքին գործերին, չգիտեմ, հասարակության ներքին խնդիրների մասին բարձրաձայնել, որ մարդիկ կենսապայմանների կամ ապրոստի դժվարություններ ունեն, դա նրանց իհարկե դուր չի գալիս։ Թե Ադրբեջանում ինչ է կատարվում, այսօր ավելի անհասանելի է դարձել։ Ալիևի արտաքին քաղաքականությունը մեկուսացման մասին չէ։ Փորձում են հնարավորինս կառավարելի դարձնել եւ լրատվամիջոցների աշխատանքը եւ ուղղակիորեն փորձում են որևէ արտաքին աչք վերահսկողություն չիրականացնի։ Կարինե Մկրտչյանը, որ ամեն օր հետևում է ադրբեջանական լրահոսին, նշում է Թուրան BBC գործակալությունների փակվելուց հետո Ադրբեջանում ապրող մարդկանց մասին իրական տեղեկություն ստանալու միակ աղբյուրը մնացել է սոցցանցը, չնայած դա էլ է վերահսկվում։ Եթե դուք աչքի անցկացնեիք BBC ադրբեջանական ծառայության նյութերը, կտեսնեիք, որ այնտեղ հիմնականում Ադրբեջանի ներքին դաշտին վերաբերող նյութեր էին տեղադրվում։ Մարդկանց ներքին կյանքն էին փորձում հասկանալ, ինչպես են ապրուստ վաստակում, մարդիկ դժգոհում էին իրենց ապրուստից, թանկացումներից, ու հասկանում ես, որ նաև պատճառներից մեկը, որ BBC-ն փակվեց, հենց այս ներքին դաշտը ներկայացնելն էր։ Դեռ հունվարին օրինակ BBC-ի ադրբեջանական գործակալությունը գրել էր Ադրբեջանում թանկացել են լույսն ու գազը, նաև հացի գներն են բարձրացել։ Մաշթաղա գյուղաքաղաքի բնակիչը պատմել է հացի փող չկա, աշխատանք չկա, օգնություն չկա։ Չաբրաթի բնակիչը նշել, որ տրանսպորտի վիճակն է անմխիթար, մարդիկ տարրական կենցաղային պայմանների կարիք ունեն։ Իմիշլիի բնակիչն էլ նշել է, իր հողն էլ չի կարողանում մշակել, գնալով աղակալվում է։ Իսկ ինչ է գրում տեղի մամուլը ադրբեջաներենով ադրբեջանցիների համար։ Նրանց ինքնագիտակցությունը, ազգային ինքնագիտակցությունը բարձրացնող մեսիջներ է պարունակում, որ մենք պետք է պատրաստ լինենք, պայքարենք արտաքին որևէ միջամտության դեմ, համախմբված լինենք։ Հասարակությանը կարծես իզոլացնելու, կղզիացնելու, այսպես ասած, կոնսերվացնելու խնդիր ունի, հնարավորինս դրսի ազդեցություն զերծ պահելու, փորձում է հասարակությանը հնարավորինս ազատասիրական հովերից զերծ պահել։ Իսկ այդ հարցում համախմբող ուժը նախորդ 30 տարիներին էլ այսօր էլ հակահայկականությունն է, փորձագետը մանրամասնում է։ Ադրբեջանի հասարակության դեպքում հակահայկականությունը իրենց ազգային հիմնության կառուցման կարևոր այսպես հիմնաքարերից մեկն է, այսինքն այդտեղից դուրս է գալիս հակահայկականությունը, միանգամից ազգային ինքնության, այսպես յուրատեսակ փլուզման վտանգ է առաջանում։ Արտակ Խաչատրյանը կառույցների փակման ընտրված ժամանակահատվածը եւս պատահական չի համարում։ Խնդիրը միջազգային աղմուկից իրեն զերծ պահելն է, որովհետև ներկայումս Ադրբեջանում տեղի ունեցող դատավարությունների զատ նաև Լեռնային Ղարաբաղում տեղի ունեն մշակութային հուշարձանների այսպես ինտենսիվ ոչնչացում։ Եվ ՄԱԿ-ի տարբեր ծրագրերը փակելը հենց միտված էր նրան, որ հնարավորինս ոչ միայն այդ խնդիրները
չբարձրաձայնվեն այդ խնդիրների հասցեագրման ուղղությամբ ոչինչ չարվի, այլ նաև այդ խնդիրները որևէ կերպ դուրս չգան։ Ադրբեջանի կառավարությունը փակում է ՄԱԿ-ի 4 տեղական գրասենյակները, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, բնակչության հիմնադրամը, փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։ Եվ սա նշանակում է, որ Ադրբեջանը շատ ավելի մխրճվում է դիկտատուրայի ճիրանների մեջ։ Հյուսիսային Կորեան ՄԱԿ-ը աշխատում է անգամ։ Տարբեր կառույցներ արգելված չեն եւ աշխատում են։ Սա բոլոր հնարավոր միջազգային հումանիտար օրենքի, Ժնևյան կոնվենցիաների, այսինքն բոլոր միջազգային պայմանավորվածությունների եւ աշխարհակարգի խախտում է։ Մեկուսացման ճանապարհը նաեւ դրա համար է, որ մոռացվի Ղարաբաղի պատմությունը։ Որ այդ պատմությունը ջնջես, դու պետք է հանես, չէ՞, միջազգային կառույցները։ Նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով, քանի որ փախստականում մասին է խոսքը, Արցախահայության, որ էթնիկ զտում արեցին, հանեցին։ Նախկին մի փոքր տարօրինակ կարող էր թվալ, որ Ադրբեջանը նման փոքր երկիր կամ միջին քաշից ձգտող պետությունը նման առաջին հատկից հանդուգն որոշումների կայացնի, բայց Ադրբեջանի պահվածքը նաև յուրատեսակ, այսպես ասած, փորձաշրջան այդ կառույցների համար։ Ի վերջո փակվում են այնպիսի կառույցներ, ինչպես օրինակ Կարմիր խաչն է։ Այն, որ բացի Երևանից ու Բաքվից 1992 թվականի գարնանը նաև Ստեփանակերտում էր գրասենյակ բացվել, այս տարիներին Բաքվի կոկորդին էր։ Թե շրջափակման ամիսներին, թե բռնի տեղահանման օրերին Կարմիր խաչը միակ միջազգային կառույցն էր, որ վավերագրում էր ականատեսի աչքերով։ 32 տարի անց 2024-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղում գործող միակ միջազգային կառույցը փակվեց։ Հիմա հերթը Բաքվի գրասենյակինն է։ Այնինչ այսօր է կատարվում, ուղղակիորեն կապված է գերիների խնդրի հետ։ Կարմիր խաչի դուրսբերումը նշանակում է հնարավոր պատերազմական հանցագործություններ, որոնց արձանագրող, որոնց կանխող կամ տեղում որևէ գործողություն իրականացնող մարմին ուղղակի չի կարող լինել։ Ինչու իրանք նյարդացած են, որ հայկական կողմում, հայ-ադրբեջանական սահմանում կանգնած են եվրոպացիների միսիան։ Կան երրորդ կողմ, որը ֆիքսում է, որ Ադրբեջանը հարձակվում է մեր վրա, այլ ոչ թե մենք։ Հասկանում եք։ Նույնը Կարմիր խաչը։ Կարմիր խաչի աշխատանքը Ադրբեջանում վառում է իրանց ստերը։ Նախկին աշխարհակարգում այսպիսի վարկ դրսևորել հնարավոր չէր լինի, կարծում է Գայանե Աբրահամյանը հնդգծում։ Կարմիր խաչը միակ կառույցն է, որ մշտապես հասանելիություն է ունեցել անգամ պատերազմական ամենաթեժ կետերում։ Որևէ կերպ պատկերացնել, որ այ խաղաղ պայմաններում, գոնե ոչ ռազմական պայմաններում հնարավոր է ընդհանրապես նման գործողություն Կարմիր խաչի նկատմամբ, ուղղակի պատկերացնել չէին կարող։ Պետություն, որը Եվրոպայի խորհրդի անդամ է, պետություն, որը ՄԱԿ-ի անդամ է եւ գոնե ՄԱԿ-ի անդամ դառնալուց ընդունել է համընդհանուր մարդու իրավունքների հռչակագիրը, այժմ ամենակոպտորեն ձևով բոլոր պայմանավորվածությունները, բոլոր կոնվենցիաները ուղղակի խախտում են, որովհետեւ մեր գերիների միակ դերևս կապը Կարմիր խաչով էր իրականացվում։ Կարմիր խաչի հետ համագործակցության հրաժարում մեկ էլ եղել է երկրորդ աշխարհամարտի տարիներին, ընդ որում Խորհրդամիության կողմից, այսպես ասենք, զուգահեռները անցկացնել համար, նույն ծրագրով է գնում, փորձում է Կարմիր խաչի հետ կապերը խզել, փակել կազմակերպությունը, ինչն էլ իրեն, այսպես կա ասած, կազատի պատասխանատվությունից հաշվետու լինել բանտում պահվող հայ գերիների կացության։ Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զարա Ամատունին լուրերին հաստատեց Բաքվի մտադրությունը, հնդգծեց այս պահին կենտրոնական գրասենյակը Ադրբեջանի հետ քննարկումների փուլում է, այլ մանրամասներ չեն կարող հայտնել։ Կարմիր խաչի նման Ադրբեջանի կոկորդին որպես ոսկոր էր նաև USAID-ին։ Դեռևս 2023 թվականի նոյեմբերին Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի եւ հազարավոր հայերի իրենց տները ստիպված լքելու վերաբերյալ USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերի հայտարարություններին ի պատասխան նշել էր, որ USAID-ին տեղ չունի Ադրբեջանում։ Մինչդեռ կառույցը Ադրբեջանում էր 1991 թվականից, մոտ 431 միլիոն դոլարի ներդրում է կատարել Ադրբեջանցիներին աջակցելով մի շարք ոլորտներում, առողջապահականից մինչև տնտեսական։
Միջազգային կառույցները Բաքվում փակելը սակայն Ադրբեջանը արտաքին աշխարհին այլ լույսի ներքո է ներկայացնում։ Փորձում են ցույց տալ, որ Հարավային Կովկասում իրենք առաջնորդ են, թե ռազմական, թե տնտեսական, թե քաղաքական առումներով առաջնորդող դիրքում են եւ պետք է հաշվի նստեն իրենց հետ տարածաշրջանում ցանկացած որոշում կայացնելիս։ Ալիևի ընտանիքին կից լրատվամիջոցների հիմնական ուղերձն է առանձնացնում Կարինե Մկրտչյանը։ Հետաքրքիր է, որ փետրվարի 6-ին ադրբեջանական կողմը պաշտոնական ծանոթություններ ուղարկեց եւ ամերիկյան կողմին եւ ռուսական կողմին, ամերիկյան կողմին USAID-ի գործունեության դադարեցման հետ կապված եւ ռուսական կողմին Ռոսսատրուդնիչեստվո գործունեության դադարեցման հետ կապված։ Այսինքն նրանք այս կերպ փորձում էին ցույց տալ, որ ցանկացած արտաքին միջամտություն կլինի դա Ռուսաստանից, կլինի դա Ամերիկայի Միացյալ Նահանգներից, մենք չենք կարող հանդուրժել։ Այսուհետ թերևս պատվիրակություն չեն ունենա նաև ԵԽԽՎ-ում։ Ադրբեջանը նույնիսկ չդիմեց, իմանալով, որ քանի որ մարդու իրավունքների վիճակը վատացավ, պարզել շանս չկար, որ վերականգնեն այդ իրենց կարգավիճակը։ Բաքուն կառույցի անդամ էր դարձել 2001 թվականի հունվարի 25-ին Անդամակցության 23 տարում Ադրբեջանի լիազորությունները առաջին անգամ վիճարկվեց ու սառեցվեց 2024-ի ձմեռային նստաշրջանին, 1 տարով։ Եվրոպայի խորհրդից եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից դուրս գալու հոխորտանքներ դեռևս այն ժամանակ էին հնչեցվում, երբ իրենց մասնակցությունը կասեցրեցին։ Եվ սա ուղղակի այդպես տղայական հոխորտանք էր, որ եթե դուք մեզ արգելում եք քվեարկել, մենք ինքներս ենք դուրս գալիս եւ այլ եւ այլ։ Գայանե Աբրահամյանը շեշտում է, չնայած ԵԽԽՎ որոշումը մարդու իրավունքների համատեքստում միակ ճիշտ որոշումն է, բայց հերթական ճնշման որոշակի լծակն ենք կորցնում։ Որքան ավելի անվերահսկելի պետություն է դառնում Ադրբեջանը, իսկ միջազգային կառույցների դուրսբերումով եւ նաեւ միջազգային լրատվամիջոցների դուրսբերումով Ադրբեջանը շատ ավելի անվերահսկելի է դառնում ցավոք, այնքան բնականաբար մտահոգիչ է։ Մեզ համար ու նաեւ հենց իր հասարակության Ադրբեջանից հեռանում է նաեւ Transparency International-ը, որը պայքարում է կոռուպցիայի դեմ։ Սա նմանատիպ որոշումներից ամենաթարմն է։ Մարտի 6-ին են հայտարարել, ըստ Transparency International-ի վերջին զեկույցի, Ադրբեջանը Հարավային Կովկասի ամենակոռումպացված երկիրն է։ Իդեպ, Ադրբեջանում դեռ գործում է կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը։ Իրինա Մկրտչյան, Դավիթ Մաչկալյան, Մհեր Կիրակոսյան եւ Կարեն Բաղդասարյան, Կիրակնորյալ լուրեր։